Ուրա տաշիր Սամոն։ Տաշիր Սամո ստենդափ։ Ես որ ղզղնեմ հարցակվում եմ քո վրեն, չնայած դու իմ ճաշակով չես։ Անմիջապես հետո մեկը տենում ես որոշակի մարդիկ գրում են պարոն Ղուկասյան, ախր տաշիր Սամոն լավն է, մե հայրենասեր է, մե էսա, մի միլիոն անգամ ասել եմ, որ տաշիր Սամոն գանդոն է։ Ասել եմ, գրել եմ, պեչատել եմ, իա հովարային անջատումներով, ամեն ինչով։ Հիմա նորից հերթ եկել է հասել դրան, որ ես անդրադառնամ տաշիր Սամոյին, տաշիր Սամոն, Սամվել Կարապետյան։ Հայաստանի Հանրապետությունը, սովետական Հայաստանը, կառուցեց կրկես, մի հատ տենց սիրուն շենք էր, սարքեց, տվեց մեր նմաններին։ Ես ուզում եմ, որ ինձ լսի նաև Պարուր Հայրիկյանը, այն որ ասում է, սարսափեցի, ես հեսա Պարուր Հայրիկյան, ամյա տասեք թոգան երս էդ մարդը, հա, անցեք նստեք Պարուր Հայրիկյան, ես ինչի չեմ ուզում ձեզ անեմ ծվեն, որովհետև ձեր փաստաբանը իմ կողմից հարգված մարդ է, ուզում եմ ես կուլտուրական ձեզ անեմ ծվեն, այն որ սարսափել էիր Վազգենի ֆիլմից։ Հիմա 2011 թվականին գյոզալական ցիրքի շենքը գմբցրին, ասին տեղը կառուցվում է նոր շենք։ Ճիշտ է։ 2011 թվից ինչքան անցել Ռուզիկ։ Հիմա 25 թիվն ենք, այսինքն 14 տարի։ Ահա։ Սամվել Կարապետյան ցիրքը ուր է։ 14 տարի անցել է մի ամբողջ սերունդ այդ ցիրքի ժանգլոր, մանգլոր, դրիսիրովշիկ, մրիսի, այդ սաղ եղան մորմշ։ Վերցրեց քո նման անznավորությունը, ցիրքը, գմբցրեց, արա, որ պիտի կառուցվի նոր կրկեսը կառուցվել է։ Ուրա, մեջը սաղ, ինչ որ բուծիկ, առևտրի կենտրոն, մետրոն, ես այսօր որոշել էի վեկալա նշված հեռախոսահամարներով 77 42 10 33 զանգում եմ վեկալում եմ մի հատ ընկերուի, ասում եմ սխալ եք զանգե։ Զանգում եմ 52 63 72 52 63 00 58 04 36 Ընդեղ տնորեն Ոմնսոս Պետրոսյան, վեկալ է զանգել եմ Ռիո, դաժե որ ձերն է, ասում եմ գոնե Ռիոյի միջոցով, որևիցե մեկու միջոցով, այդ տաշիր գրուպի հեռախոսամարը ճարեմ, զանգում եմ Սփյուռն ասում եմ մենք անցից հեռախոսամար չունենք, զանգում ենք Ռիոյի այդ ադմինիստրատորն ասում է զանգեք մենեջերին, միգուցե մենեջերը կպատասխանի, անունը Արմին է, զանգում ենք Արմինեին 004 103-ով, զանգում եմ ոչ մի կերպ չկարողացան գտնել տաշիր գրուպից մի հատ հեռախոսահամար, որ զանգենք, ասենք ներողություն, ցիրք եք սարքե, ինչ հալնամ։ Էդի բացվում է, չի բացվում, գոյությունի պայմանագիր, այդ պայմանագրի շրջանակներում դու պիտի վաղուց ցիրկը հանձնացելներ եւ շահագործացելներ, Երևան կրկեսուր է, տաշիր։ Ես հասկանում եմ, որ նախկիներ, ներկաներ նույն բոզի տղեկներ եւ ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում չի վերցնում հեռախոսը, այսպես մի հատ լավ դեղին հեռախոս, զանգի քեզ, կամ քեզ էլ չէ, քո այդ կամ գլխավոր դատախազին ասի մի հատ հələ խումբ ուղարկեք, տաշիր գրուպ, ով կա չկա, հավքեք բերեք, որ հավքեն բերեն ու հաստան ցիրք ուրա, գծե ցիրք, կուտա ուխոձի ցիրք, հա, տաշիր։ Բա որ հիմա ես ասեմ ինչքան ցիրքում աշխատող կա։ Նամանավանդ այն բանը ժանգլորները Են գիմնաստները ընդիծնդեին թռնում, են բանի վրա, ցանցի վրա, որ թռնում իշտն թռնում, այդ բոլորը ծսցնեն քեզ։ Են այդ բան էին դնում եմ, ցանց էր, որ քծվում էին ցանցի վրա, թռնում էին վերև։ Այ օդի մեջ սանտոտան քծվեն ցանցի վրա, ցանցի վրից թռնեն վերև, ու այդ այնց վերևից իրանց եղած չեղած բարեմասություններով գան հակնեն բենիդ մեջ։ Ցիրկը սուրա։ Երիտասարդական պալատի նման գյոզալական շենքը Ռոբերտ Քոչարյանը, ուր է Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի իր իշխանությունը ավիրեց, շինեցին Ավազի հանք տեղը։ Ցիրկը ավիրին, ոչ մի բան գոյություն չունի, ինչ մի հատ շենքա, չես ատեղի կենթանիները, աշխատողները, ուր գնացին, ինչ եղան, բա ոչ չասեմ, ինչքան կլոն ու ֆունկցիա կա, ծծցնեն քեզ տաշիր։ Դու բոզի տղա ես։ Ասել եմ եւ կրկնում եմ նորից։ Եվ այն որ ասում է մեր դիագնոզը վերջնականը։
Գլխավոր դատախազ Գանդոն այս ինֆորմացիան դու չգիտես այս թուղթը որ դրել են կոդեմը որ տեսել ես հունվարի 2021 թիվ հունվար ամիս Ֆլեշի բարսեղ բոզիս տղեն ստացել է փոխհատուցում 600 միլիոն դրամ չես կանչում չես ասում ինչի համար ես դու սա ստացել ուրա քո բենզակալոնքեն մորը ծծցնեմ Հələ ասում են, ախր ասում են Վարդան Ղուկասյանը քֆուր է տալը։ Ալա Ղարաբաղի ժողովուրդը օրվա հացին կակա են ասում, մարդ են ծծում, ինձ են զանգում ասում, բժշկի գնալու փող չունենք, մի 3000 դրամ գրգեք, 600 միլիոն դրամ զաբրակա են գրում ու տալում են ֆլեշի բարսեղին։ Ու Նիկոլ Պորրիկի ծնունդն էլ գիտի, այս ամենը գիտի։ Դեդ մախր այսքան խոսում եմ, չի բացահայտում եմ, մի հատ տեսակ, մի հատ TV, մի հատ մամուլ, մի հատ լրատվամիջոց, գնա սրա հետքերով։ Գնան, ասեն Վարդան Ղուկասյանը այս փաստն հրապարակ է, էս ինչ բեզակալոն կա, էսի զավոդը, էս գնան այդ Ղարաբաղցուն, ֆլեշի բարսեղին ասեն լարի Պորրիկի ծնունդ, փոխհատուցումների ցուցակի մեջ քանուն ազգանունը կա, 600 միլիոն դրամ քեզ տվել են։ Քո կալոնքեն ուր ա եղել, որտեղ ա գտնել, ոչ մի լրատվամիջոց չի եթեմ հետևից, որովհետև լրատվամիջոցները կամ Սերժիկին են, կամ Ռոբիկին են, կամ Նիկոլին են։ Դալշը, ուրեմն բանից պարզվում է, ֆլեշի բարսեղը, ուշադրություն, սիրելի սփյուռքահայեր, ստացել է 600 միլիոն դրամ Արցախի կառավարությունից փոխհատուցում 2021 թվականի հունվարին որ ինքը իբր թե 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆիզուլի ունեցել է բենզալացակայան Ֆիզուլին թուրքերը վեկալել են բենզալացակայանը կպցրել են Բարսեղ Բեգլարյանը ունեցել է տնտեսական կորուստ եւ Արցախի կառավարությունը ասիկն Արայիկ Հարությունյան բոզից տղեն 600 միլիոն դրամ փոխհատուցել է ֆլեշի բարսեղին։ Այդ դեպքում, երբ որ հիմա հազարավոր Ղարաբաղի ժողովուրդ, թուղթ, թանակ, վայնի բիլետ, զաքսի թուղթ, ամեն ինչ ձեռները չեն կարում ուբիդիտ անեն Հայաստանի իշխանություններին, որ իրենք փախստակ անեն այ մարդ։ Այդ 50,000 դրամը մեզ տվեք, 40,001, 10,001 տվեք, հələ հունվարից կարող է այդել շոկտրեն, իզիցե նախույ, բայց 600 միլիոն դրամ տվել են ֆլեշի բարսեղին, մարդը բենզակալոնկա է կորցրել։ Ես այդքան չի զայրանա այս փաստի վրա, որքան որ հիմա այդ բենզակալոնկեն էլ հիմա հարցը տալիս եմ արցախցիներին։ Գտնվել է Կարմիր շուկա, Հադրուտ, Մարտունի խաշմերուկում։ Հիմա հարց, սիրելի արցախցիներ, Կարմիր շուկա, Հադրուտ, Մարտունի խաշմերուկում բենզակալոնկա ֆլեշի եղել է, կամ вообще բենզակալոնկա։ Ապրի քրիստիկը ճիշտ ասեց ոչ, այսինքն Պորրիկի ծնունդի խախպի, այլ ասում են քֆուր ա տալը, դուք հլնայեք մարդ ինչ կարգի բոզի տղա պիտի լինի, որ Արցախի ֆոնդից 600 միլիոն դրամ մի էպիզոդով ստանա գոյություն չունեցող բենզակալոնկա կորցնելու պատրվակով։ Ու սրանց համար Նաիրա Զուրաբյանը մտմա ծծերը ժխշում ասում Արայիկ Հարությունյանին Բաքվի բերդից հետ տվեք